Ահազանգն ու Բարաշեն քրեակատարողական հիմնարկից 5-րդ հարկում բոլոր ցմահ դատապարտյալների ջարդ է կազմակերպվել։ Facebook-յան այս գրառումը այսօր կեսօրից հետո իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էր արել հարց բարձրացնելով, ինչ է կատարվում փակ հաստատություններում։ Ավելի ուշ Ազատությանը պատմեց. Ընդ որում զանգահարողը շատ վատ վիճակի մեջ էր, ձայնը հազիվ էր դուրս գալի, հենց նոր էր, որ հեռացել էին այդ, չգիտեմ, հատուկ ջոկատայիններ երևի, որ կա սպեցնազը կարծեմ կոչվում, բանտերում, չգիտեմ, շատ մտահոգիչ է, շատ ծանր վիճակ է, փակ համակարգում անպաշտպան մարդկանց մտնել ու այսպես բոլոր ցմահներին, բոլորին 5-րդ հարկում այդ վիճակին են հասցրել, որ նրանք գետնին ընկած արյուն լվա, ինչ որ այսպես նկարագրեցին ինձ, եւ բուժօգնություն էլ չէին ստանում։ Ինչ էր պատահել, որն էր այս հարձակման պատճառը, Ալեքսանյանին էլ չի հաջողվել պարզել։ Իրենք դատապարտյալները իրավապաշտպանի պնդմամբ կարող են միայն ենթադրել։ Ասում եմ, մենք ոչ մի բանի իրավունք այստեղ չունենք։ Ինչ որ մեկը երգել է, թե ինչ է արել, ձայնը բարձր է եղել։ Ինչ որ այս տեսակ մի քիչ կծկտուր էր խոսում, որովհետեւ զգացվում էր, որ գիտեք, նույնիսկ կարող էր լաց լինել ինքը, այդպիսի տպավորություն էր, ես շատ հարցեր չտվեցի արդեն, տեսնելով վիճակը, որ այդպիսին է։ Ես ուղղակի չեմ հասկանում, ինչ պետք է լինի, մենք բռնության մեջ ենք ապրում։ Հարցի պատասխանը պետք է քրեակատարողական հիմնարկը եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տան, պնդում էր Ալեքսանյանը ընդգծելով. հատուկ ջոկատայինները գործում են միայն բարձրաստիճան պաշտոնյաների հրահանգով։ Դժվար եմ պատկերացնում, կինը բռնության հրահանգ է տալիս։ Ահազանգից 3 ժամ անց քրեակատարողական ծառայությունից հաստատեցին ֆիզիկական ուժ կիրառել են։ Բացատրում են, թե դատապարտյալներից մեկն է իրավիճակը սրել, խաթարել հիմնարկի բնականոն աշխատանքը, պարբերաբար անօրինական պահանջներ ներկայացրել եւ հրահրել մյուսներին իր կերպ վարվել։ Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի շրջանակներում որոշել են պառակտում հրահրող դատապարտյալին տեղափոխել այլ բանտ։ Հենց այստեղ էլ ըստ պաշտոնյաների իրադարձությունները այլ ընթացք են ստացել։ Որոշ կալանավորված անձինք եւ ցմահ դատապարտյալներ դրսեւորել են անհնազանդություն, վնասել են խցերի գույքը, այրել ներքնակները, հարվածել դռներին եւ այլն։ Այնուհետև գործի է անցել հատուկ նշանակության բաժինը եւ ինչպես բացատրում է քրեակատարողական ծառայությունը, ֆիզիկական ուժի գործադրմամբ վերջիններս դուրս են բերվել խցերից, իսկ խցերում իրականացվել են խուզարկություններ։ Ավելի վաղ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից էին հայտնել, որ Նուբարաշենի բանտ է մեկնել արագ արձագանքման խումբ։ Օմբուդսմենը սակայն այլ մանրամասներ այս միջադեպից դեռ չի հայտնել։ Պաշտոնյաներից մեծ սպասելիքներ չունի իրավապաշտպան Ալեքսանյանը, իր ահազանգի նպատակը նաև հանրային ճնշման ակնկալիքն է։ Հանրությունը եւս պատասխանատու է այս մարդկանց համար։ Այդ փակ մարդիկ այդ փակ վիճակում զրկված ամեն ինչից 30 տարից ավելի ցմահ դատապարտյալներ կան, որ եւ այդ օրենքներով ոչինչ չարեցին, որ այդ մարդկանց վերասոցիալականացնեն։ Այսօր ուշ երեկոյան ԿՊ-նիստից հետո թեմային անդրադարձավ նաև արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը։ Ընդհանրապես ստանդարտ գործողություն խցերի խուզարկության հետ կապված եւ դատապարտյալները փորձել են բողոքի ակցիա իրականացնել ոչ իրավաչափ մեթոդներով, այրել են գույքը խցի, որի իրավունքը նրանք չունեն, որին հետևել է համապատասխան վերաբերմունքը լիազորությունների շրջանակներում, այսինքն որևէ լիազորության վերազանցում այս պայդրությամբ չկա ֆիքսված, եւ ես կարծում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանն իր արձանագրումները կանի եւ մենք եթե խնդրային իրավիճակ ունենանք արդյունքում, ես որևէ խնդիր չեմ տեսնում դրա մասին խոսել եւ լրացուցիչ բարձրաբաններ տալ։ Ամենաթողության պայմաններում մեղավորները չեն պատժվում եւ չեն պատժվի այս դեպքում էլ, կարծում է իրավապաշտպանը պնդելով. փակ հաստատություններում մարդկանց իրավունքները շարունակվում են ոտնահարվել։